կանեի, բայց չեմ անի, որտեղ շատ ցավում եմ, որ պաշտպանության նախարարին այսօր կրոնական միջոցառումների հետ կապված հարցեր ստիպված պետք է տանք, բայց դրա խնդիրը հաստատ լրագրողների դաշտում չէ։ Ես չեմ գա, ես ցավում եմ։ Դա իմ օրակարգը չի, դա իմ օրակարգը չի։ Հենց այդ եմ ասում, ձեր օրակարգը չի, ստիպված մտել եք այդ օրակարգում կհարգեմ ձեր կարգավիճակը ինչպես միշտ հարգել եք։ Եվ քանի որ խոսեցիք 2018-ից մինչև 25 պետական բյուջեի, ռազմական բյուջեի ծախսերի, պաշտպանական ծախսերի մասին դուք տեղյակ եք, երբ որ իշխանափոխությունից հետո 5-ամյա, 7-ամյա ծրագրում զինված ուժերի զարգացման ինչ ռազմական տեխնիկա, սպառազինություն ինչ թվում էր նախատեսված, որտեղ ժամանակ առ ժամանակ այդ մասին խոսվում է, ասենք, այսքան տող, այսքան ԱԹՍ եւ միշտ ասում են, որ դրա փոխարեսու երեք դինվել, որտեղ այս հարցին անդրադառնալ տիրապետում եք, կա հաստատուկ գրավոր եւ դրանից քանի մասն է գնվել այս տարիներին։ Ինչ փոխ է տարում։ Անկեղծ ասած, ես ավելի պատասխանատու կհնչեցնեմ այն ժամանակաշրջանի մասին ինֆորմացիան, որը իմ օրոք է տեղի ունեցել, որ կարող եմ ասել, որ կա սպառազինության եւ ռազմական տեխնիկայի հնգամյա պլան, որը իմ նախարար եղած ժամանակաշրջանում ինքը փոփոխող փաստաթուղթ է։ Այսինքն գլխավոր շտաբը ներկայացնում է ոչ թե կոնկրետ զինատեսակներ, այլ զինատեսակներ եւ ըստ հնարավորությունների, նաև հետագայում երբ լինում է հնարավորություն միջազգային շուկայում, իրենք ըստ դրա որոշում են ընդունում եւ գլխավոր շտաբի պետի որոշման համաձայն պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է, պաշտպանության նախարարը ձեռնարկում է գնման գործընթաց։ Եվ կարող եմ ասել, որ այս տարի մենք նախաձեռնելու ենք արդեն, հաշվի առնելով, որ 26 թվականի արդեն նոր կառավարություն է լինելու, 26-31 թվականի հնգամյա նոր պլան է։ Ինչ վերաբերում է կրոնական հարցերին, հարգելի գործընկերներ, ես երբ որ դուք ինձ հարցնում եք, ես բնականաբար այդ հարցերին պիտի պատասխանեմ, ես չեմ կարող ձեր հարցերին չպատասխանեմ, երբ ինչպես նշում է գործընկեր լրագրողը, սա չի իմ օրակարգը, ես պիտի մտնեմ այդ հարցերի մեջ, քանի որ դուք ինձ հարց եք ուղղում, ես չեմ կարող հեռու մնալ, բայց որպես քաղաքացի ես իմ կարծիքը ունեմ եւ օրակարգի մասին եւ ամենի մասին, եւ բնականաբար պիտի արտահայտեմ ու արտահայտում եմ այդ թվում նաեւ պատարակներին իմ մասնակցությամբ։ Սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է, որը ես հրապարակարարորեն արտահայտում եմ իմ մասնակցությամբ։ Եթե այլ մանրամասներ են հուզում, ես կարող եմ նաև գնահատականներ հնչեցնել, բայց քանի որ այսօր պաշտպանության նախարարի ասուլիսն է, ես կարծում եմ դրա տեղը չի եւ հարիր է, որ մենք խոսանք մեր հիմնական խնդիրների մասին։ Եվ քանի որ կապված խնդրում եմ անդրադառնալ, դրանք իրենց ամբողջ զորությամբ ի վերջո օգտագործել կիրառվելու են թե ոչ։ Այսօր մենք Su-30-ների համար ունենք բավարար որոշակի սպառազինություններ, այդ թվում նաև ակնկալում են որոշակի համալրումներ, Su-30 օդանավերը կամ կործանիչները բավականին լավ կործանիչներ են, ես շատ բարձր եմ գնահատում իրենց դերը եւ կարծում եմ, որ իրենք մեծ դեր կարող են ունենալ մեր երկրի եւ հակաօդային պաշտպանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Թվականակի ավելացում։ Այս պահին ես առաջարկում եմ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումների մասին ինֆորմացիա չտան, բայց այն որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են սպառազինվել նորագույն տեխնիկայով, դա կարող եմ հավաստիացնել։ Եվ խնդրի գործընթացից է։ Օրինակ մենք ունենք ռուսական տեխնիկա, սպառազինություն, որոնք կարիք ունեն արդիականացման, որպես եւ իրենց շատ լավ դրսևորեն։ Հարգելի գործընկերներ, այն որ մենք նորագույն տեխնիկա ենք ձեռք բերում ու նաեւ փորձում ենք, որ դա լինի ժամանակակից, այդ թվում նաեւ նատոական ստանդարտների սպառազինություն, բայց սա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք նախկինում ունեցած մեր սպառազինությունից։ Մենք շարունակում ենք դրանք թարմացնել, մենք շարունակելու ենք դրանք ադապտացնել նոր սպառազինության հետ, որովհետև դա մեր ունեցած ռեսուրսն է եւ բնականաբար արդիականացումը իր հերթին կարող է ունենալ մեծ նշանակություն, սա իրենց արժեք է ներկայացնում եւ յուրաքանչյուր իրենց արժեք ներկայացնող սպառազինություն մեզ համար կարեւոր է։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար